Նշի յուղը կլցնեմ եւ վրան կավելացնեմ արդեն չիչխանի յուղը եւ հետո արդեն կանցնենք մնացած քայլերին։ Ծաղկափոշիով խառնուրդները, որոնք պատրաստվում են միայն հասմիկին հայտնի բաղադրատոմսով, դառնալու են նրբաքսուկ տարբեր ջերմային ռեժիմներ անցնելուց հետո։ Առանց քիմիայի եւ առանց արհեստական հավելումների պատրաստված քսուկը սնուցելու եւ փափկեցնելու է չոր մաշկը։ Ծաղկափոշին ինքը իրանից բավականին մեծ քանակով վիտամիններ է պարունակում։ Այդ վիտամինները, երբ որ արդեն ձուլում ենք, լուծում ենք յուղերի մեջ, ինքը շատ ավելի արժեքավոր է սարքում։ Այն մարդիկ, ովքեր որ մեղվամթերքից ալերգիա ունեն, իրանց չի կարելի։ Չնայած ասեմ, որ ես ինքս ալերգիկ լինելով, այս ամեն ինչը պատրաստել եմ ու ես ինքս օգտագործում եմ։ Քսուկներ պատրաստելու հմտությունը հասմիկը պապից է ժառանգել, դեռ մանուկ հասակից է հետևել բույսերից եւ մեղվամթերքից սպեղանի պատրաստող պապի գործունեությանը, իսկ տարիներ անց, երբ առողջական խնդիրներ են առաջացել իր մոտ եւ ալերգիայի պատճառով դեղորայքային բուժումը հակացուցվել է, օգնության է եկել բուժաբույծ պապից մնացած հաստափոր տետրը բազմաթիվ բաղադրատոմսերով եւ արժեքավոր խորհուրդներով։ Հավաքեցի այդ ամբողջ տեղեկությունը, որ ինքը թողել էր ինձ, դրան ավելացավ նաեւ ներկա այս ժամանակահատվածի մենք ունենք բավականին մեծ քանակով համացանցում, ունենք տարբեր տեղեկություններ, տարբեր գրքեր ունենք, այդ ամեն ինչի ուսումնասիրեցի ու առաջին միջոցը, որը պատրաստել եմ, իմ համար եմ պատրաստել։ Իրա վրա աշխատել եմ մոտ 6 տարի։ 6 տարվա ընթացքում ստացա մի դեղամիջոց, որը ամբողջովին բնական էր ու որը որ մեր պապերը կարողացել էին իրենց խնդիրները լուծել։ Անձնական հաջողության պատմությունն էլ հենց մաշկի խնամքի միջոցներ ստեղծելու գաղափար է տվել մանկավարժի մասնագիտությամբ հասմիկին։ Հիմա եւ դպրոցում է եւ արտադրամասում։ Շուրջ 20 տեսակի քսուկ է ստեղծել մազերի, մարմնի, դեմքի, ոտքի ու ձեռքերի անգամ պարանոցի համար։ Բավականին իրանք երկար են օգտագործում, այսինքն նույնիսկ փոքրիկ քսուկը մոտ 4-5-6 ամիս մարդը կարող օգտագործի։ Մեր արտադրանքը պահվում է սառնարանում։ Այսինքն նույնիսկ այն փոքրիկ միջոցը, որ կարաս ավելացնես ու ինքը դնես պահարանում մնա, չէ, այդ ձև պետք չի ինձ։ Ինձ պետք է որ սառնանումն է, եթե սառնանում չպահեք 2 ամիս է ժամկետ։ Մեղրամոմ եմ օգտագործում, ծաղկափոշի եմ օգտագործում, սրանք արդեն չիչխանի կորիզներ եմ օգտագործում, չիչխանի յուղեր եմ օգտագործում, այսինքն այն ամեն ինչը ինչ որ բնական է, ուրիշ ոչ մի բան չեք տեսնի, ոչ մի քիմիական, ոչ մի հավելում, ոչ հոտավորիչ, ոչ ներկանյութ, ոչինչ չկա, ամբողջը բնական է, ամբողջը մեր հայկական լեռնաշխարհինն է։ Արտադրությունը սկսել է 2021 թվականը եւ լաբորատոր փորձաքննություններ անցնելուց հետո լիցենզիա ստացել։ Արտադրանքը հիմնականում ակնամոմի հիմքով է, որը ստանում է տարբեր մարզերից։ Հաճույքով է աշխատում հատկապես Գեղարքունիքից բերված ակնամոմով։ Այն քսուկին նուրբ երանգ է հաղորդում։ Այս ակնամոմը արդեն գալիս է սրանք Շիրակի մարզից, բավականին մուգ է, եթե գրեմ մի սայս լցնում, ինքը արդեն ավելի գույնը ոնց որ դարչնագույն է դառնում։ Յուրաքանչյուր արտադրանք նախ ինքն է փորձարկում, ասում է տեղացի սպառողի համար նրբաքսուկի ազդեցությունն ավելի ուժեղ է, երբ հումքը հայկական բնաշխարհից է։ Այն ինչ որ մեր բնությունն է տալիս, մեր տարածաշրջանում ապրողների համար շատ ավելի օգտակար է, քան ասենք մեկ ուրիշ, եթե դրսից բերեմ։ Նույն ակնամոմը եթե դրսից վերցնեմ, մեր հայերի համար այն ազդեցությունը չունեն, ինչ որ ասենք տեղական ակնամոմից ստացածը։ Ես չգիտեմ բնությունը ինչի է այդ ձևով ստեղծել, բայց ամեն տարածաշրջանի համար ստեղծել է այն դեղաբույսերը, այն միջոցները, ինչ որ տվյալ տարածաշրջանում ապրող մարդկանց անհրաժեշտ է։ Բույսերն ինքն է հավաքում Շիրակի դաշտավայրից, գերադասում է այն տարածքները, որտեղ մեքենաների եւ մարդկանց շարժն անհամեմատ քիչ է։ Սրանք 7 տեսակի յուղեր են, որոնք դեղաբույսերով են հարստացված։ Պատրաստի արտադրանքի հետ հասմիկը նաև տեղեկատվական թերթիկ է տալիս անհրաժեշտ մակնշումներով։ Նրա գործունեությամբ շատերն են հետաքրքրված։ Եթե ժամանակը ների, բաց չի թողնի նաև ցուցահանդեսներին մասնակցելու հրավերները։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, լուրեր։